Վաղուց ձեզ չենք տեսնում ոչ քաղաքական հայտարարությունների հետ կապված, ոչ որևէ ձևով։ Դուք շարունակում եք զբաղվել գործարարությամբ, ինչ եք անում։ Այո, զբաղվում եմ գործարարությամբ, սովորական ոնց որ ժամանակին ստեղծել եմ աշխատատեղեր, շարունակում եմ այդ գործունեությունը։ Ձեր եւ իշխանության հարաբերությունները այս պահին ինչպիսին են։ Ես անձնական ոչ մեկի հետ հարաբերություն չունեմ, դե խնդիրներ բնականաբար լինում են, հարթելով առաջ են գնում։ Այդ խնդիրները միշտ էլ եղել են, չի որ նոր է, միշտ եղել են, դե հարթելով գնում ենք առաջ։ Ձեզանից օրինակ ճաշկերույթների մասնակցություն միլիոն դրամներով չեն պահանջում, ձեր բիզնեսում ստուգումներ չկան, ձեր լոյալությունը ինչպես է գնահատվում իշխանության կողմից։ Այդ հարցին կարա պատասխանի իշխանությունը, բայց ես երբեք ոչ մի իշխանության ժամանակ այդ ձեր ասած միլիոնները չեմ տվել, հիմա էլ չեմ տալիս, իրանք ասինքն բոլորն էլ ինձ գիտեն եւ չեն էլ ուզում, ոչ նախկինում են ուզել, ոչ հիմա են ուզում, եթե ինչ-որ մեկը ուզի, անպայման կմերժեմ, իսկ եթե գումար ուզեն ինձանից ինչ-որ մեկի բուժման համար կամ հարցերի հետ կապված արցախցիների եւ այլն, ես միշտ օգնել եմ եւ շարունակում եմ օգնել այդ կարգի մարդկանց։ Այսինքն ստուգումների հետ կապված խնդիրներ չունեք, ձեզ երբևէ իշխանությունը չի պարտադրում, ասենք ինչ որ հիմնադրամներին, օրինակ իմ քայլը հիմնադրամին X գումար փոխանցել։ Ինձ որևէ մեկը ոչ մի բան չի կարա պարտադրի, եթե ես ուզենամ փոխանցել կփոխանցեմ, բայց ես չեմ փոխանցել։ Անձամբ ես որևէ մեկին որևէ բան չեք ունեցել այդ պարագայում։ Իրանք ինձ լավ գիտեն, իմ բնավորությունը գիտեն եւ ոչ մեկ այդ հարցով չի դիմում։ Չնայած քաղաքական հարցերը չեք ուզում պատասխանել, բայց այդուհանդերձ քաղաքական իրավիճակը դուք այս պահին երկրում տիրող իրավիճակ ինչպես է գնահատում։ Բնականաբար իրավիճակը ծանր է, բոլորս էլ լավ տեսնում ենք։ Ուղղակի պետքա ազգովի միանանք, միավորվենք եւ ելք գտնենք այս վիճակից դուրս գալու համար։ Եթե մենք ազգովի չմիանանք, սկսենք մեկս մյուսին մեղադրել, կապ չունի նա իշխանությունա թե ընդդիմությունա թե ինչա, այսօրվա մեր խնդիրը նա է, որ մենք պետքա ազգովի միանանք եւ իշահ մեր երկրի որոշումներ կայացնենք, անկախ նրանից թե ում հետ է միավորվում։ Բոլորով պետքա միանանք, եթե չմիացանք բոլորով, ցավում եմ, բայց մենք տեսակ որտեղից դուրս եկանք, նորից տեսնելու ենք այս ամեն ինչը։ Եթե մեր ազգը չմիավորվի, չասի սա իշխանությունն է, սա անդիմ, ոչ, հայ է, եթե հայ է, ուրեմն հայերը պետքա միանան։ Իհարկե ցավոք սրտի մեր մեջ կան հայ ազգանով թուրքեր, որոնց պետքա բացահայտել եւ վռնդել երկրից։